Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նատալիա Նովտային։ Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է տիկին Նովտային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն հայտնելով, որ հետագա համագործակցությունը կլինի արդյունավետ եւ փոխշահավետ։ Նա նաեւ առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ուման Գրաֆթին պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած նվիրվածության եւ հետեւողական գործընկերության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի շրջանակում առաջին ամփոփիչ վերանայման հաջող ավարտը, ինչպես նաեւ տնտեսական քաղաքականությունների շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Ընդգծվել է նաեւ ծրագրով նախատեսված կառուցվածքային հենանիշների կատարման առաջընթացը եւ կարևորվել ԱՄՀ-ի տեխնիկական աջակցության հետագա ընդլայնումը։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու եւ խորացնելու արդյունավետ եւ կառուցողական փոխգործակցությունը։ 2025 թվականի ընթացքում պետական եւ համայնքային շահերի պաշտպանության ոլորտում գլխավոր դատախազության բացառիկ լիազորությունների շրջանակում դատական ակտերի հիման վրա, ինչպես նաեւ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին սեփականության կամ տիրապետման իրավունքով վերադարձվել է 124 գույքային օբյեկտ։ Դրանց կադաստրային արժեքը, որը մոտարկված է շուկայականին, կազմում է շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ինչպես նշել է գլխավոր դատախազը, վերադարձված օբյեկտների թվում են մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, զբոսայգիներ եւ հողատարածքներ։ 2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը, հայտնել է Վարդապետյանը։ Երկրորդ վճիռն ուժի մեջ է մտել բոլորովին վերջերս 2026 թվականի ապրիլի 15-ին։ Առողջապահության նախարարությունը 2027 թվականին առողջության համընդհանուր ապահովագրության համար նախատեսված ապահովագրավճարը վերանայելու նախաձեռնություն չունի։ Այս մասին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 2027 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ մենք քննարկելու ենք պետական սուբսիդավորման հատվածը։ Գիտեք, որ պետությունն այսօր մեծամասամբ սուբսիդավորում է ապահովագրական վճարները։ Մինչև 18 տարեկաններ 65+ տարիքի անձինք եւ հաշմանդամության կարգ եւ սոցիալական անապահովության բալ ունեցողների համար պետությունը տարեկան ամեն անձի համար վճարում է 129,600 դրամ։ Բացի դրանից նաեւ աշխատող եւ ապահովագրավճար վճարողների համար պետությունն էլի ամսական 6000 դրամի չափով սուբսիդավորում է իրականացնում, ասաց Ավանեսյանը։ Նախարարը հավելեց, 2027 թվականի այս սուբսիդավորման շարունակականությունը միջնաժամկետ ծախսային ծրագրերով արդեն իսկ հաստատվել է, սակայն 2027 թվականի բյուջեում դեռ քննարկումների տեղ կա։ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց ապահովագրավճարի վերանայման ընդհանուր սկզբունքը։